Սություն կա Նիկոլ Փաշինյանը այլ թիվեր ներկայացնում, Անդրանիկ Քոչարյանը վերջերս այլ թիվեր ներկայացել, դուք ներկայացրել եք, եթե չեմ սխալվում, 3833, սա արդյոք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների արցախցի զոհվածների ընդհանուր թվով է գումարված, թե միայն Հայաստանի քաղաքացի։ Ես ձեր վրա զարմանում եմ, ես անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ, այսինքն որ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրանց աշխատակիցները, իրանց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են 5000, ասում են 6000, 7000, տեղ-տեղ 10000 են ասում, ձեզանից որևիցե մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, չի մոտենում, տեսնելուց չի հարցնում, չի ասում, բա ինչի՞ ես 1000 հայ տղա ավել սպանում այ գործիչ, դուք չեք հարցնում այդ հարցը, իսկ երբ որ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, ես կանդրադառնամ բանի հետ կապված ձեր հարցին, պաշտոնական թիվը, որը քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում եւ ինչ որ մարդիկ Facebook-ում փորձում են այդ թվի հետ վիճել, ես գիտեմ, որ այդ մարդիկ, իմ նշած մարդիկ, հայ մարդու ցավը, հայ մարդու էմոցիան օգտագործելով իրանց քաղաքական հարցերն են ուզում լուծեն, բայց ես ձեզնից եմ ուզում հասկանամ, էլի, դուք Ազատություն ռադիոկայան, դուք Նյուզեմ, դուք մնացածից, ինչի այն ժամանակ արդեն քանի տարի է այդ մարդիկ ասում են, որ 1000, 1200, 1100 հայ տղա է ավել մեռել, ձեզանից ոչ մեկը մահացե կներեք այդ բառի համար, ձեզանից ոչ մեկը դրանց չեք հարցնում, ասում եք այդ որտեղից այդ ինֆորմացիան, ով ա տվել, Ադրբեջանն ա տվել ձեզ այդ ինֆորմացիան, ճիշտ եք ասում, սուտ եք ասում, միտեղ որ լիներ պաշտոնապես դա դրված, հարգելիս, հարց նախ եւ առաջ քննչական կոմիտեի հայտարարությունը, որը ես մեջ բերել եմ, պաշտոնական է դրած, այսինքն ամբողջ հանրապետության քննչական կոմիտեի հայտարարությունը, որտեղ որ քրեական գործ կա, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված հարուցված, բազմաթիվ գործեր կա, դա պաշտոնական չի, որ երկրի նախկին ղեկավարները, իրանց փեսաները, լրատվական կայքեր եւ մեդիա ունեցողները տենց բան են ասում, ինչի՞ մի հատ հարցում, մի րոպե ես ձեր հարցին պետք է միջև վերջ պատասխանեմ, նոր, ես սպասում եմ ես հարցին, սպասեք, ինչի՞ չեք մի հատ այդ դրանց, կրկնում եմ դրանց հարցնում, ասում 1000 երեխա, ինչի եք սպանում, ինչ վերաբերվում է ձեր հարցին թվերի էսկոմ գնալը, նաև վարչապետն է այդ թվի մասին ստեղ խոսացել, փոքր տարբերությամբ, եւ այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել, եւ այդ տարբերությունը հնարավոր է էլի փոխվի, որովհետեւ մենք ունենք 191 անհայտ կորած, այդ մարդկանցից վարչապետի հայտարարության պահից ի վեր, պարոն Քոչարյանի հայտարարության հետ կապված նաև, այդ հայտարարությունից ի վեր ինչ որ ծնողներ այնուամենայնիվ իրենց երեխաների ԴՆԿ տեստի հիման վրա վերցրել են մասունքները եւ այդ թիվը այտենց փոփոխություն ապրել, բայց եթե մենք խոսում ենք այդ թվի 10 հոգու, 50 հոգու, կրկնում եմ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է, տա Աստված բոլորն էլ ինչ որ տեղից, ինչ որ հրաշքով հետ վերադառնան, եւ բայց լինում է դեպքեր, որ հա ինչ որ պահի ապացուցվում է, որ այն մասունքները որոնք դեռ կան, ինչ որ մեկի այնուամենայնիվ ընտանիքի անդամն է։ Հիմա հերթով հարցեր տվեք, մի րոպե, հերթով իրար հետ չենք խոսում։ Ես երբևիցե որևիցե մեկի, ես մնում եմ միջև վերջի հարց տալը։ Հերթով առանց իրար ընդհատելու հարց տվեք։ Խնդրեմ, փայլակ ավարտեք ձեր հարցը։ Եվ օրինակ Սամվել Ֆարմանյանն է գրառում արել, ասում է 2022 թվականի ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած զոհերը եւ ապա 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերը
ստացվում է որ Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի դարձնում է 5000-ից ավել 5074 գրել է նախկին ես չեմ պատրաստվում այդ պերսոնաժին որևիցե ձևով արձագանքել թող գնա Միշիկին հարցնի իրան աշխատավարձ տվող անձնավորությունը հարցնի ասի այդ որ պատերազմը նոր էր ավարտվել հələ 10 րոպե էր ավարտվել էր նոյեմբերի 30-ին եթե չեմ սխալվում նոյեմբերի 30-ին, այդ որ գրում էր 4750, այդ Վարմանյան Սամվելի կողմից էր այդ ինֆորմացիան ուղարկել, թե Սերժ Սարգսյանի բանն էիք մեջը, ապրիլյան պատերազմի թվերն էիր մեջը դրել, թե քո անձնական բան, թող գնա ինքը այդ պարզաբանումը տա, ինքը ընդհանրապես ով է, որ ես իրան մեկնաբանում։ Պարոն Սիմոնյան, կներեք էլի։ Գուցե առաջացել է նրանից, որ պարզապես թվեր են հիշատակում, բայց ոչ թե անուններ։ Ձեր ընդդիմախոսները պահանջում են հրապարակել զոհերի անունները։ Լսեք, դա անձնական տվյալներ է։ Դա անձնական տվյալներ է, կարող է ինչ-որ ժամանակ հետո դա հրապարակվի, բայց գիտեք ինչ խնդիրը ոչ թե նրա մեջ որ անունները լինի, այդ որ ձեզ թվում է որ անունները հրապարակվեց, ասելու են այնտեղ ավել 1200 Պետրոս Պետրոսյանի անունն են իրանք հրապարակելու, չէ, ես ասում եմ 3833 թիվ եմ ասում, կոնկրետ թիվ եմ ասում, քննչական կոմիտեն թիվը ասում է, ես կրկնում եմ, բացեք օրը նայեք, գրածակ, այսքան իմ մեջ բերումը, դա իմ տանը պարկած, կարող է քո տեղը քո գործը անեմ, Շողիկ ջան, բացրը նայի օրը։ Դուք ասում եք, բայց հիմա ենթադրենք լրատվամիջոցը։ Շողիկ ջան, լրատվամիջոցը կրկնում եմ, ես որտեղից եմ վեր, որ օրվա բան է դա, որ օրվա հրապարակված է, բացեք ես հղումը տալիս եմ, տեղը ասում եմ գնաք մտի քննչական կոմիտե, իմացի, եթե քեզ բավարար չի, փառք Աստծո Հայաստանի Հանրապետությունն երկիրն է, որ դու կարող ես քննչական կոմիտե հարցում ուղարկես եւ իրանք քեզ օրով ժամով կպատասխանեն։ Սիմոնյան, ասում եմ, օրինակ ինչու որևէ կայքում պաշտոնական պաշտպանության նախարարությունը կլինի քննչական չկա մի բաժին, որտեղ կարելի է մտնել, նույն դուք ասում եք, որ նույնիսկ կարող է փոխվել անհետ կորածներով, մի թվով էլ կարող է փոխվել։ Հիմա մենք օրինակ ուզենանք այսօր պետական հասկացա, որովհետև պետական մարմինները պատասխանատվություն ունեցող մարմիններ են։ Իրանք պատասխան են տալիս ձեր արչև, քաղաքական իշխանության արչև, հանրության արչև։ Իրանք ինչ որ նախկին պաշտոնյաներ չեն, ինչ որ բլոգերներ չեն, որ ով ինչ թիվ ուզենա կրակի, որ ով հիմա ում հետ խոսում ես 5000։ Դե դրա համար լսեք, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը թիվը ասել, որ այո կրկնեցինք, ասեցինք ինչի պատճառով փոփոխությունները ապրել, ենթադրենք 10, 20, 50 անհայտ կորածի հետ կապված կամ 60 անհայտ կորածի հետ կապված իրենց ծնողները, իրենց երեխաների, իրենց բարեկամների մասունքները գտել են։ Այդ թիվը անընդհատ փոփոխման ենթակա է։ Դուք ինչի չեք այն մարդկանց, ովքեր 1000 հոգով ավելացնում, այս հարցերը, որ ինձ հիմա հարցախեղծ եկան, այսինքն եթե իրանք ներողություն, իրանք ասեն 500,000 կամ ասեն 1,350,000, չէ, մեր խնդիրը այնա, ոչ, իրանց խնդիրը այնա, թող նախ մեջ բերեն իրանց ասածը, իրանց խնդիրը կայանում է, մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք մտնում շահարկումների դաշտ այդ թեմայի շուրջ։ Այսինքն մեր համար այդ թիվը, ինձ հիմա էլ է խոսելը, տհաճ դրա մասին։ Ինչ տհաճ է, ես դրական էմոցիա չեմ ապրում ես սրա մասին խոսել, որովհետև խոսում ենք զոհված երեխեքի մասին, զոհված մարդկանց մասին։ Ինչ ղայնացնում է, որ մենք սխալ ենք արել։ Երևի ես այտենց թիվ պետքա թեկուզ փոփոխաբար ես կամ չգիտեմ վարչապետը կամ մեր падգամավորներից մեկը անընդհատ թիվ պետքա հրապարակենք։ Ուղղակի այդտեղ վտանգ կա, որ այդ թիվը կարար անընդհատ փոփոխվեր, հա։ Մենք չենք կարող իրանց նման մեկը 4750 ասի, մյուսը ասի 5000, մյուսը ասի 6000, այն մյուս լրատվականն էլ գնա ինչ որ մեկի ծնողին գտնի, որ այն էլ ասի 7000, որ այդ 7000 թիվը ֆիքս է։ Փորձի ճիշտը գտնել, չիմանա որտեղից։ Լսի, ճիշտը, ես էլ ինչ պետք է անեմ, պետք է ձեռքդ բռնեմ, չէ, շողիկ, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, գոյություն ունի տես պետական մարմին։ Այդ պետական մարմինը բոլոր քննիչներին համակարգող մարմին է, մեծ, հսկա, ազդեցիկ կառույց է, պետական կառույց է։ Այն տվյալները, որ ես կարողացել, եթե ես կարամ մտնեմ ինտերնետ
հավաքեմ ստեղնաշարով գտնեմ թիվը հրապարակեմ գրեմ, դու որպես լրագրող, ձեր խմբագրությունը եւ մնացած բոլորը իհարկե կարող եք դա անել։ Այդ ո՞նց է ստացվում։ Ես դա կարողանում եմ անել։ Դուք լրագրողներդ, որ գալիս եք ինձ հարցախեղտ եք անում, գնում եք Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այն մյուսին հարցեր եք տալիս, մեր չեք ասում Այդ ո՞րդից է 5000-ը։ Այդ ո՞րդից է 5000-ը։ Այդ 7000։ Ասեմ ինչի եկավ, որովհետեւ գնացել էի հանդիպման երեխաների հետ, ուսանողների հետ, եւ այս վերջին հանդիպման ժամանակ եւ ուսանողներից մեկը հարց տվեց, մեջը օգտագործեց այդ 5000 թիվը, ասի սենց էլ չի լինի, ես պետքա հրապարակեմ այդ թիվը, որպեսզի այս խոսակցությունը, որ ինչ որ մարդիկ փորձում են շահարկել, դիվիդենդներ հավաքել, ավարտվի։ Ասում եմ, մեր մեղքը կայանում է նրանում, որ մենք շատ ավելի պատասխանատու մոտենալով հանդերձ, այդ թվին, այդ սուտ թվին, թիվ չենք հակադրել, օքեյ, սխալ արեցինք, հիմա ես դա անում եմ 3833 հոգի զոհվել է, 191 հոգի անհետ կորած է, այդ մարդկանցից, եթե արկա մասունքների հետ տվյալները կամ ինչ-որ ծնող, կամ ինչ-որ բարեկամ գտնենք ամեն ինչ ֆիքսած վերջնականապես կամ իսեր Աստծո թող մեկը ինչ-որ տեղից դուրս գա ինֆորմացիա դուրս գա որ ինչ մեկը ինչ-որ տեղ է գտնվում այդ թիվը կարող է 191-ով փոփոխություն ապրել Գուցե Անի ջան սրանք վերջացնենք հետո քեզ հետ հա Ուղղակի ձեր ասած այդ խնդիրը կվերանալ եթե անուն առանուն հրապարակվել չէ Ես ձեր հետ համաձայն չեմ ես դրա մասին խոսել եմ զոհերի անունները հրապարակել անձնական տվյալները հրապարակելը ես չեմ դա որոշողը բայց որոշումը այս պայնն է որ դա անձնական տվյալներ եւ այս պահին ճիշտ չի դա հրապարակելը չի դե չգիտեմ ինչի ճիշտ չի բանը անձնական տվյալներ է բայց զոհված հերոսները երաբաշխություն ոչ մեկ չի վիճում որ իրանք հերոսներ են եւ շիրիմ ունեն խոսքը նրա մասին է որ դա անձնական տվյալներ է դու չես կարող 3833 գումարած 191 անհայտ կորածներին միավորես իրար, ասես հիմա մյուսը ասելու եք անհայտ կորածների անունները եւ այլ պետք չէ դաշտ մտնել գոյություն ունի պետություն լեգիտիմ ընտրված պարլամենտ լեգիտիմ ընտրված վարչապետ քննչական մարմին որը որ քրեական գործ է հարուցել քրեական գործ կա քրեական գործերից դուք մեջբերումներ եք անում հարցեր եւ նյութեր եք կառուցում դրա վրա բայց չգիտես ինչի ձեզ ձեր չի տալիս 3833-ը դա պետքա լինի 5 6 7000 որ մարդկանց ավելի ցավացնեք ասեք Նիկոլը վատնա Ալենը վատնա ձեր մասին չեմ խոսում բնականա դուք լրագրող եք շնորհակալ